Առասպել, որ գալիս է դարերի խորքից եւ փոխանցվում սերնդեսերունդ։ Երևանի Արարատ կոնյակի գինու օղու կոմբինատը 135 տարեկան է։ Հոբելյանական տարեդարձն աշխարհի տարբեր մայրցամաքներից ազնվագույն խմիչքի երկրում է համախմբել ոչ միայն կոմբինատի հարյուրավոր գործընկերներին, այլև աշխարհում մեծ հռչակ ունեցող բոլոր այն ընկերությունների ներկայացուցիչներին, ովքեր բարձր են գնահատում հայկական կոնյակագործության դարավոր ավանդույթներն ու համագործակցության նոր եզրեր են փնտրում։ Сам армянский коньяк известный в Чехии, и поэтому можно основываться, и продукт отличный, поэтому перспектива огромная. И с каждым годом это развивается и развивается. Сегодня белорусский народ уже по достоинству оценил этот коньяк. И в Республике Беларусь это считается самый лучший коньяк, самого высочайшего качества. Хотелось бы в этот день сказать большое спасибо Гайку Царукяну. Белорусская центральная дегустационная комиссия дала высочайшую оценку, и такого качества в Республику Беларусь коньяка не поступает. Но это основной, наверное, букет, прозрачность. Это все, что необходимо для коньяка. Еще раз я могу сказать, что это лучший коньяк во всем мире. Коньяк пользуется популярностью. Многие годы, последние 6 лет, мы уже являемся лидерами. И первое место занимаем по объему ввоза и по продажам. Любой абсолютно потребитель, который пьет армянский именно коньяк, он знает всю силу этого коньяка. Ես ինքս ալկոհոլային խմիչքների մասնագետ եմ եւ լավ եմ հասկանում, թե ինչ է նշանակում բարձր որակ։ Այս կոմբինատի համբավն աշխարհագրություն չի ճանաչում։ Նրա մասին գիտեն նաեւ մեզ մոտ Պորտուգալիայում։ Կարծես կախարդված լինեմ, ինձ մի պահ թվաց, թե պատմության գրկում եմ հայտնվել։ Мне посчастливилось побывать в закромах этого завода, попробовать уникальные напитки. Этот букет ароматов был превосходный. И я думаю, что мы хотели бы наладить отношения и подписать контракт. Это самое главное, это результат, это почему я здесь. Այստեղ շատ տպավորիչ է։ Սա այն գործարանն է, ուր ես մշտապես մեծ հաճույքով եմ հյուրընկալվում։ Վերջին անգամ 7 տարի առաջ եմ այստեղ եկել։ Ինձ հիացնում է ամեն քայլափոխի հանդիպող պրոֆեսիոնալիզմը, ինչը կարծում եմ Նոյի հաջողության գրավականներից մեկն է։ Մենք Նոյի հետ առաջին օրվան գործակցենք եւ հիմա ուրախությամբ գրնամ ասել, որ մենք մեր ծավալներ գրկնապատկած ենք եւ ոչ մի ուրիշ կոնյակի մրցակից չունենք։ Հոբելյանական տարեդարձը լավագույն առիթ խոսելու ոչ միայն կատարած հսկայածավալ աշխատանքների մասին, այլև արձանագրելու բազմաթիվ ձեռքբերումներն ու տեսանելի նվաճումները։ Ողջունելով ներկաներին Multigroup կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանը հպարտությամբ է արձանագրում, տոնը կրկնակի է եւ խորհրդանշական։ Հարգելի հյուրեր, ներկաներ, իմ գործընկերներ, ես ի սրտե ուզում եմ ձեր բոլորին ողջունել։ Շատ ուրախ եմ այսօրվա հանդիպման համար։ Այսօր այս մեր գործարանի համար մեծ տոն է, լրացել է 135-ամյակը։ Եվ բացի 135-ամյակը 100 տարին պաստավշիկ Կրեմլյա, որը դա իրոք պատմություն է, հզորություն է, եւ այսօր մենք մեծ հպարտությամբ ասում ենք, որ կա Հայաստանում այս գործարանը, եւ այս գործարանը մեր ժողովրդի եւ հարստությունն է, եւ պատմությունն է, եւ հպարտությունն է։ Ամենօրյա քրտնաջան ու համառ աշխատանքի արդյունքն այսօր արդեն տեսանելի է ամբողջ աշխարհին։ Պատահական չէ, որ 10 տարվա ընդմիջումից հետո կոմբինատն իր Կրեմլինը ворդ ապրանքանիշով կրկին դարձավ կայսերական արքունիքի միակ պաշտոնական մատակարարը։ Գերազանց որակ, անզուգական համ, վստահություն եւ համբավ աշխարհի բոլոր անկյուններում։ Ես այսօր շատ ուրախ եմ, որ իմ գործընկերների հետ, Լյուծին կամպանիայի հետ մենք համատեղ կարողացանք ամբողջ աշխարհին ներկայացնել մեր կոնյակը, որ այսօր մենք առաջինն ենք։ Դա նույնպես մեծ հպարտություն է, որ մենք կարողանում ենք այսօր Հայաստանում արտադրել այդ կոնյակը եւ մեծ հարգանք է վայելում մեկս մյուսի օգնությամբ միասնական մեր աշխատանքի շնորհիվ կարողացանք 2004 թվականից 8 տարվա ընթացքում ամբողջ SNG-ում դառնալ առաջինը դա իհարկե պետք էր աշխատանք եւ որակ, որը մենք դա կարողացանք միասնական մեր ուժերով իրականություն դարձնել։ Ես մեկ անգամ եւս ուզում եմ ձեր բոլորին շնորհավորել, որ այսօր դուք եկել եք միասին տոնելու մեր այս տոնը։ Կոմբինատի ռուսաստանյան գործընկեր Լուդինգ ընկերության ներկայացուցիչները փաստում են, կայսերական ավանդույթների վերածնունդը մարմնավորող Նոյ ապրանքանիշի մասին Ռուսաստանի Դաշնությունում այսօր բոլորն են հիացմունքով խոսում։ Как сказал мой партнер, мой друг Гайк Николаевич, этот коньяк мы очень профессионально представили на российском рынке. Хочу поздравить Ереванский виноводочный комбинат с таким юбилеем, пожелать успехов, удачи и дальнейшего процветания и дальнейшего продвижения. Я присутствовал вот здесь, когда вокруг были одни развалины, ничего не было. И благодаря тому, что Гагик Николаевич приобрел это предприятие, оно получило свою новую жизнь. И сегодня по праву считается ведущим производством коньяка в Армении. Я от всей души поздравляю Гагика Николаевича
и всех сотрудников комбината с 135-летним юбилеем. Հոբելյանի խորհուրդն ամբողջանում է երկու տակառների զմռսման հանդիսավոր արարողությամբ։ Վերածննդի եւ դարի տակառները բացվելու են 20 տարի անց միայն։ Նիկոլայի II կայսր եւ Նիկոլայ Շուստով կոնյակով լի վերջին սափորները հենց այս հերոսներն են հրամցնում։ Տոնակատարության ոչ պաշտոնական հատվածն արդեն միմյանց հետ առավել անմիջական շփման առիթ է։ Բեմական ներկայացման մեջ Շուստովյան ավանդույթները մարմնավորող գործարանի 135-ամյա անցած ճանապարհն է։ Отменный коньяк, господа! Երևանի Արարատ կոնյակի գինուողու կոմբինատը հաճելի անակնկալները չի սահմանափակում։ Ամենավստահելի եւ լավագույն գործընկերները հոբելյանական տոնի առիթով խորհրդանշական պատվոգրերի են արժանանում։ Ջերմ ու անկեղծ շնորհավորանքներ, բազմաթիվ բարեմաղթանքներ, տոնական բարձր մթնոլորտ, միջոցառման մասնակիցները վստահ են Երևանի Արարատ կոնյակի գինուողու կոմբինատը դեռ բազմաթիվ նորանոր բարձունքներ է նվաճելու։ Վարդուհի Մելտոնյան, Մհեր Կիրակոսյան, Աշոտ Համբարձումյան, Հովանես Քյուրքչյան, Էպիկենտրոն։